Բարև ձեզ, Երևան Today-ի հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք միջազգայնագետ Հայաքվե վարչության անդամ Արմեն Մանվելյանին։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերին։ Սկսենք ամենակարևորից։ Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Կոպենհագենում կրկին հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը։ Վերջերս նման ոտքի վրա քննարկումներ հաճախ են լինում, բայց դրանցից հետո ոչ մի մանրամասներ չեն հաղորդվում, կարծես։ Չգիտենք ինչ են քննարկում, բայց այդ նման քննարկումներից հետո օրինակ նախաստորագրվեց ինչ-որ փաստաթուղթ, որը խաղաղության պայմանագրի նախերգանք է, կարծես։ Դրանցից հետո օրինակ Ալիևը հայտարարում է, որ իր պայմաններն են կատարվում։ Ինչ սպասել այս հանդիպումից հետո, կարող ենք ասել, որ հերթական պայմանների կատարումը կլինի։ Նայեք, ինչի մասին է խոսքը։ Ձեր հարցից ելնելով ուզում եմ երկու փաստի վրա ուշադրություն դարձնել։ Առաջինը, դուք ճիշտ նշեցիք, տեղ ունեն հանդիպումներ, ոնց ասում ենք, ոչինչ չգիտենք։ Սա ընդհանրապես վերջին 7 տարում գործող անձի կամ վարչապետի աթոռին նստած անձի բոլոր հանդիպումների մասին, թե ինչ են քննարկվել, ինչ օրակարգով է հանդիպումը, մենք ոչինչ չգիտենք։ Մենք գիտենք դրա հետևանքները, որ ամեն օր ռեժիմով տեսնում ենք, դա պատերազմներն են, որ ինքը մեր գլխին բերել է, դա Արցախի նկատմամբ հարձակում է, Արցախի հայաթափն է, Հայաստանի նկատմամբ իրականացված հարձակումներն են, արդյունքում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի տրամադրում են, նախատրամադրված ստորագրում։ Այսինքն բոլոր նմանատիպ հանդիպումները գնում են բավականին վտանգ, ամեն նմանատիպ հանդիպում էլ ավելի է վտանգում Հայաստանի անվտանգային համակարգը։ Դեպաբար արդեն վերջին 7 տարին մեզ մի բան է սովորացել, մենք ոչ մի լավ բան չպետք է սպասենք։ Չնայած դրանք միշտ կոչվում են իբրև խաղաղության նախերգանք, բայց իրականության մեջ այս մարդը բացի պատերազմից, ավերածություններից ու սպանությունից ոչինչ չի բերում։ ԿՊ-ն իդեպ ազգային ժողովի հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել, որը ողջունում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները Վաշինգտոնում։ Այո, նրանք կարող են, արդեն սովորենք, որ կարող են գեղեցիկ ներկայացնել ամեն ինչ, բայց ի՞նչն է գովալու, արդյոք այդ Վաշինգտոնյան պայմանավորվածությունները իսկապես խաղաղություն են, եւ Փաշինյանն ասում է խաղաղությունն արդեն 1 ամիս 24 օրական է։ Եթե ինչ-որ մի բան է սորակական ռեժիմը լավ գիտե, դա PR-վել է։ Այո։ Այսինքն PR-ի լավագույն մասնագետները իրենք կարողանում են ոչինչից ստեղծել sense աղմուկ։ Եկեք հասկանանք միջազգային իրավունքի տեսակետից ինչա կնքվել այդ փաստաթղթը։ Եթե դուք այդ փաստաթղթերը բացեք կարդաք, կտեսնեք առաջին բանը որ գալիս է, որ դա հուշագիր է։ Այսինքն դա մտադրությունների մասին հուշագիր է, ոչ մի փաստաթուղթ այնտեղ ստորագրված չի, դա ոչ պայմանագիր է, ոչ մի բան։ Այսինքն իրավական ուժ չունի։ Իրավական ուժ չունեցող փաստաթղթերը եւ բոլոր փաստաթղթերի վերջում, երբ որ գրվում է թե դա ինչի իրավունք ունի, օրինակ հաստուկ իրենք շեշտում են, որ սա ոչ մի ֆինանսական պարտավորություն կողմերի վրա չի դնում։ Օրինակ նույնիսկ այնտեղ կամ փաստաթղթեր ստորագրած, որոնք այսպես կոչված Հայաստանի իբրև արհեստական բանականության զարգացման ճանապարհների վերաբացման մասին, բայց միշտ ամերիկյան կողմը շեշտում է, սա ամերիկյան կողմի վրա է, ոչ մի կողմի վրա ֆինանսական պարտավորություն չի դրում։ Այսինքն փաստաթուղթը, որը չի դնում ֆինանսական պարտավորություն, ինքը առ-ոչինչ է։ Եվ հետեւաբար այդ հուշագրերը, որոնք ստորագրվել են Վաշինգտոնում, իրենք ոչ մի իրավական ուժ չունեցող բան է։ Դա պետք է կողմերի համար, Ադրբեջանի համար պետք է, որտեղ ինքը դրանով առաջին քայլն է անում դեպի Հայաստանի վրայով ճանապարհ կառուցել դեպի Նախիջևան, կոչենք ինչպես այն ուզում են կոչենք Թրամփի ճանապարհ, Զանգեզուրի միջանցքից, ադրբեջանական կողմը պարբերաբար հենց տենց է կոչում է Զանգեզուրի միջանցք, եւ հայկական կողմի համար տվյալ ոչ թե հայկական կողմի համար գործողական ռեժիմը, դա պետք է որ կես խաղաղության իմիտացիա ստեղծել, որը շատ վտանգավոր է, հատկապես հայկական կողմի համար, որովհետեւ եթե դուք այդ փաստաթուղթը մանրամասը կարդաք, կտեսնեք Ադրբեջանից Նախիջևան այսպես կոչված Թրամփի ճանապարհի կամ Զանգեզուրի միջանցքի մասին հստակ է գրված, որ այն լինելու է անխոչնդոտ այդ ճանապարհից։ Մնացածի մասին ամենը բարի ցանկություններ են, որ կողմերը պատրաստական են ճանապարհները բացել։ Բայց եթե այդ փաստաթուղթը, ինչպես դուք նշեցիք, իրավական որևէ ուժ չունի, Ադրբեջանը ինչպես է պարտադրելու դրա կատարումը։ Ադրբեջանը շատ լավ գիտի գործողական ռեժիմի վիճակը։ Եվ ես ինչքան հասկանում եմ, իրանք եւ գործող ռեժիմի պարագլուխը ունեն համաձայնություն։ Վերջինս որոշ ժամանակ, ասենք,
ագրեսիա կամ ակտիվություն հայկական կողմի նկատմամբ չի ձեռնարկում, որպեսզի սա հնարավորություն տա գործողական ռեժիմին վերարտադրվել գարնանը սպասվելիք ընտրություններին։ Այսինքն հանուն իրենց վերարտադրման ադրբեջանական կողմը ինչպես ինքն է ներկայացնում փակ հանդիպումների ժամանակ որոշակի զիջումների է գնում։ Եվ դրա համար հիշում եք վերջին ելույթը ՄԱԿ-ում որ տեղի ունեցավ Ադրբեջանը ուզում եմ ձեզ երկու ելույթ հիշեցնել Շանհայյան կազմակերպության շրջանակներում եւ ՄԱԿ-ում տեղ ունեցած ելույթները, որտեղ հայկական կողմը ներկայացնող անձը խոսում էր հայ-ադրբեջանական խաղաղության մասին, ադրբեջանական կողմը ներկայացնող անձը խաղաղություն բառը չէր օգտագործում ընդհանրապես, Հայաստան բառը չի օգտագործել ելույթում եւ ոչ մի անգամ, բայց խոսացել է Զանգեզուրի միջանցք բառը օգտագործելով հենց այդ Զանգեզուրի միջանցք բառակապակցությունը, որտեղ եթե դու այդ ելույթը լսում ես, չես հասկանում այդ Զանգեզուրի միջանցքը ում վրայով է անցել, ինչ տարածքով է անցել։ Այսինքն մի կողմից տեսնում ենք կեղծ խաղաղության մասին խոսի, որտեղ սա պետք է իրեն որպեսզի վերարտադրվի, մյուս կողմից տեսնում ենք շատ ագրեսիվ Զանգեզուրի միջանցքի մասին խոսող անձ, որը Հայաստան բառը չի կրկնում, խաղաղության բառը չի կրկնում եւ այլն եւ այլն, այսինքն Հայաստան չկա։ Եվ հետեւաբար մի կողմից մենք ամեն մեկը աշխատում է նաեւ իր ներքին լսանը համար, մեկը խափում է որ իբր թե լինելով խաղաղություն, մյուսը ասում է հստակ որ մենք եւ միջանցքն ենք վերցնելու եւ տարածքային պահանջներ ենք ներկայացնում, ինչի մասին չեն թաքցնում եւ սահմանադրության փոփոխություն կամ ավելի ճիշտ հռչակագրի հանումը սահմանադրությունից այս պահանջները դնելու են եւ իրենք չեն թաքցնում որ դնելու են ադրբեջանցի վերադարձի իրավունք իրենց 300,000-ից ավելի եւ այլ եւ այլ այսինքն ադրբեջանական կողմը ոչ մի պահանջից չի պատրաստվում հրաժարվել ավելին եթե ասված չանի գարնանը սրանք ադրբեջանցիների ջանքերով վերարտադրվեն ապա ադրբեջանը նորանոր պահանջներ է դնելու ասել է իմ շնորհիվ դուք վերարտադրվեցիք։ Եվ ստիպված իրականացնել։ Իրենք ստիպված չեն, մոտ տպարության մեծագույն հաճույքով են դա իրականացնում։ Ի տարբերություն Ալիևի, ինչպես դուք նշեցիք, Նիկոլ Փաշինյանը ոչ թե ձեռքբերված հաջողությունների մասին է խոսում, այլ օրինակ ասում է, դե թող ասեն Զանգեզուրի միջանցք, մենք կմտածենք, թե մեր մասին չեն ասում։ Այսինքն ինչ է ստացվում, մի ամբողջ պետություն փոխարենը իր տարածքային ամբողջականությունը պահպանի, ձև կտա, թե իր մասին չեն խոսում։ Հա, սա ջայլամային քաղաքականություն է, երբ որ նկատվում տարածքային պահանջները ներկայացում, բացահայտ կերպով տարածքային պահանջներ ներկայացում։ Դու ձև ես թափում, որ իբրև ոչինչ տեղի չի ունեցել։ Այսինքն մի պետություն, որը կատարել է պատերազմական գործողություններ քո դեմ, սպանել է 5000-ից ավելի քո զավակներին, էթնիկ զտումների է ենթարկել ամբողջ Արցախը, ոչնչացնում է Արցախում հայկական ժառանգությունը, մտել է Հայաստանի տարածք եւ ահռելի տարածքներ է գրավել Ջերմուկում, Սյունիքում, բոլոր ուղություններով, որոշ տարածքներ սրանց թեթև ձեռքով տավուշում նվիրվել է, այսինքն եւ այս երկրի նկատմամբ դու խոսում ես իբր թե խաղաղությունից, սա սեփական բնակչությանը քննացնելու, խաբելու, ամենը ձևերից մեկն է, քանի որ անկեղծ լինենք նորմալ է որ մարդիկ ցանկանում են խաղաղության մեջ ապրել։ Բոլորն են ցանկանում։ Սա նորմալ երևույթ է, բայց փորձել դրա շահագործել եւ խաբելով հասնել դրան, այսինքն ոչ թե իրական խաղաղության հասնել, այլ խաբելով բնակչությանը, սա շատ վտանգավոր երևույթ է, վտանգավոր առաջին հերթին Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն թմրեցնում է այդ, հա, զգուշավորության։ Այո, մարդկանց թմրեցնում է եւ ասում է, նայեք, գնում են ռազմական բյուջեի կրճատման։ Այո։ Այն դեպքում որ Ադրբեջանը ավելացնում է ռազմական բյուջեն, այն դեպքում որ մենք տեսնում ենք ամեն օր ոնց են նոր ռազմամթերք տարբեր երկրներից գնում Թուրքիայից, Իսրայելից գնում դեպի Ադրբեջան։ Երբ որ մենք տեսնում ենք ոնց Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի սահմանների շուրջ շարունակաբար ռազմական տարբեր զորավարժություններ անում։ Իսկ Հայաստանը նկատում որ վերջին 5 տարում ոչ մի զորավարժություն չի եղել, ընդհանրապես մի քանի շտաբային հավաքներ են եղել։ Այսինքն այս ագրեսիայի պայմաններում փորձել բնակչությանը թմրեցնել, խաղաղեցնել, ստել թե մեկ ամիս քան այսքան խաղաղություն է, կներեք, ուզում եմ հատուկ նաև եւս մի քանի ստերի մասին խոսել, որ վերջերս հայտարարեց, որ տարուկես է Հայաստանի սահմանին ոչ մի մենք թշնամու կրակոցից զոհ չենք ունեցել, սա բացարձակ սուտ է, որովհետեւ Հայաստանի սահմանին տարիներ շարունակ նաև նախկինում ոչ մի զոհ չենք ունեցել։ Արցախյան սահմանաշրջանում եղել են զոհեր ցավոք սրտի, բայց Հայաստանի սահմանին նույնպես տարիներ շարունակ չեն եղել զոհեր, այսինքն բայց ոչ գլուխ չեր գոմ, էլի դրա համար, դա ավելի շատ գրագետ աշխատանքի զինվորականների մեր ռազմական գործիչների աշխատանքի շնորհիվ էր։ Հիմա գնում է լրիվ հակառակ process-ը, ժամանակավոր պայմանավորվածություններ,
որպեսզի գործող քաղաքական ռեժիմը, որը պատրաստ է ամեն ինչ զիջել, ինքը վերարտադրվի ամեն գնով կեղծ խաղաղություն քարոզելով, բայց սա բերելու է ել ավելի մեծ աղետի։ Ոնց որ 21 թվականին սանձ վերարտադրությունը բերեց Արցախի, անկմանը, ապա աստված չանի, թե հաջորդ տարի իրենք նորից հաջողվի վերարտադրել, ապա սա արդեն Հայաստանի կործանման սկիզբն է։ Պարոն Մանվելյան, դուք խոսեցիք Ադրբեջանի նախապայմանների մասին եւ կամաց-կամաց այս իշխանությունը իրագործում է այդ նախապայմանները, սահմանադրությունը խոստացան փոխել, բանակն են քիչ են զինում եւ այլն։ Չկա մտավախություն, որ կարող են նաեւ մյուս նախապայմանը ատոմակայանի փակումը իրագործել։ Նայեք, որ սրանք կկատարեն Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները, ես դա չեմ էլ կասկածում։ Ինչ վերաբերում է ատոմակայանին, բառացիոնի 2 ամիս առաջ կարծեմ, հենց սահմանամերձ Իգդիր քաղաքում նախկին հայկական հիմա Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող այսպես կոչված էկոլոգների հավաք իրականացրեց ադրբեջանցի եւ թուրք, որոնք պահանջեցին մեծամորի ատոմակայանի փակում իբր թե վտանգի ներկայացում տարածաշրջան։ Սա առաջին դեպքը չէ, սա բազմաթիվ դեպքեր են նման եղել։ Ու սա ցավոք սրտի շատ վտանգավոր գործընթացներ է բերել Հայաստանում։ Եվ ուզում եմ սա էլ հիշեցնեմ, որ նորից մի քանի շաբաթ առաջ վարչապետի աթոռին նստած անձը հայտարարեց, որ մենք 2 ատոմակայան ենք կառուցել առանց աղմուկ հանելու, չբացատրելով թե դա ինչ բան է, որ բացարձակ սուտ է։ Ինքը հավանաբար նկատի ունի, որ վերջին տարիներին արևային էներգիայի զարգացման տարածման արդյունքում այնքան էլեկտրաէներգիա արտադրվում է, ինչ որ ատոմակայանն է արտադրում։ Բայց սա 2 բայց եմ ուզում հատուկ շեշտել։ Նախ արևային էներգիայի զարգացման ծրագիրը ընդունվել է դեռ 15 տարի առաջ։ Հենց որ սա վերջին 7 տարում, ինչպես ինքն է ասում, սա բացարձակ սուտ է։ Երկրորդ արևային էներգիան Հայաստանում զարգանում է կենցաղային մակարդակով, պետական ծրագիր չկա։ Այսինքն ինչ ասել կենցաղային, եթե դուք ունեք բնակարան կամ ինչ որ հիմնարկ եք ղեկավարում, կարող եք դեր հիմնարկի գլխին կամ բնակարանի, եթե սեփական նույնիսկ։ Հա, դնեք այդ արևային կայանները, որը հիմա massայաբան դնում են, ու քանի որ այն massայական բնույթ է կրում, նույնիսկ որոշ չափով էժանացել է, մարդիկ դնում են, որտեղ դա իսկապես ձեռնունդ է, բայց պետությունը տեղ ոչ մի ինչ չի արել։ Ընդհակառակը, այս տարվա հուլիսի 1-ին վարկային են արտոնությունները, որոնք կային, եթե դու արևային պանելներ ես դնում, որոնք կային, դրանք վերացվել են։ Այսօրվա կառավարությունը վերացրել է վարկային այդ արտոնությունները։ Այսինքն միակ բանը, որ իրանք արել են, վարկային արտոնություններն են վերացրել։ Մարդիկ դնում են իրենց սեփական տանիքին, տների տանիքին այդ արևային պանելները, այս մարդիկ հայտարարում, որ դա իրենց աշխատանքի շնորհիվ, որը բացարձակ սուտ է։ Իրանք մինչև հիմա մի հատ մեծ, գոնե 50 մեգավատանոց կայան չեն կառուցել, չնայած այդ ծրագրերը կային։ Բայց իրենք շատ հաջող կերպով այդ ծրագրերը մատնել են անհաջողություն։ Բայց ամենավտանգավոր բանը, ինչու է համատում ատոմակայանի հետ, այսինքն դա ինչ չափման միավոր է։ Սա արդարացնելու հետագայում ատոմակայանը փակելու խնդիրը։ Դե մեր ինչին է պետք ատոմակայան, եթե մենք արևային կայանով ստանում ենք 2 ատոմակայան։ Այսինքն սա, որպես եմ կրկնում, ատոմակայանի փակելու առաջին փորձն է, ասենց PR մակարդակում նախերգանքն է, որը հետագայում ցավոք սրտի ես համոզված եմ էլ ավելի խորանալու, որտեղ իրանք հստակ չունեն քաղաքականություն եւ չեն պատկերացնում թե ինչ կարելի է անել այդ ամենի հետ, բայց քանի որ կա պահանջ փակելու, սա շատ վատ տենդենս է մեզ նկատում, շատ վատ միտում, որ կարող են գնալ նաեւ այդ քայլին, որը Հայաստանի էներգետիկ եւ անվտանգային համակարգի համար լրջագույն հարված կարող է լինել։ Պարոն Մանվելյան, ՔՊ-ական իշխանությունը ժողովրդին համոզում է, որ սահմանները բացելուց հետո Ադրբեջանից գազ կբերենք, ԱԺ նախագահն էլ ասում է բենզին կբերենք էժան։ Այդ էժան ապրելու այդ հայտարարությունները որքանով են արդարացված։ Նայեք, նորից, այստեղ մի քանի խնդիր կա։ Մարդկանց խաբում են էժանությամբ, որը նախ սկսենք ինձ որ դա կեղծ է, բայց ցավոք սրտի մենք ունենք մի, ասենց ասեմ, բնակչության մի հատված, ոչ մեծ, բայց կա այդ հատվածը, որի համար էժան ասել են, որ հայտնի խոսքը չէ, որ ձերի պանիրը միայն թակարդում է գտնում։ Հիմա այս էժան ասելով այդ թակարդն են ստեղծում այդ մարդկանց համար։ Նախ սկսենք նրանից, որ ոչ մի բան էժան չի։ Ամեն ինչ թանկ է։ Առավելևս եթե դա Արցախի հանձնման գնով է, ինքը շատ թանկ է։ Այսինքն չի կարելի Հայաստանից հատված տալ ու հետո ասել էժան կբերենք բենզի։ Այսինքն սա նաև խնդիրը ոչ միայն քաղաքական, ոչ միայն տնտեսական, այլ նաև բարոյական արժե համակարգային ոլորտում է։ Այսինքն ոչնչացնում են քո արժե համակարգը, քեզ մարդուց վերածում են մի կենթանու, որի համար կարևոր է էժան լինի։
Դե էժանի համար իր զավակին կմորթեն, թե ինչ կանեն, իր տունը ձեռից կվերցնեն, համար էական չի։ Փորձում ասեն կարևորը էժանը, հացը էժանը։ Սենց հայտնի խոսք է, չէ՞, ասում է ստրուկի շղթաները ավելի թեթև են, քան ռազմիկի զրահը։ Հիմա այդ ստրուկի շղթաներն են փորձում մարդկանց վզին փաթեթել, ասենց ավելի թեթև է, էժան է, հեշտ է, բանակնի կկրճատենք 1.5 տարի կսարքենք, հետո էլի կկրճատենք, գնանք ստրուկի կարգավիճակով կապրենք, բայց փոխարենը էժան կապրենք։ Ու որոշ մարդկանց դեպքում սա աշխատում է ցավոք սրտի։ Սա էլ ուզում դրա հատուկ շեշտեմ, սա ոչ միայն այսօրվա հետևանք է, սա նաև մեր անկախ Հայաստանում պետական կամ ազգային քաղաքականության, ազգային կրթական համակարգի բացակայության հետևանք է նաև, որև հանգեցրել է սա, որ մարդիկ դառել են նյութապաշտ։ Կարևորը օրվա հացն է, մնացած է արդեն էական չի։ Սա էլ բերում է հենց այն կորուստների, որին մենք տեսնում ենք ամենօրյա ռեժիմում։ Պետք է արձանագրենք, որ Հայաստանը գտնվում է շատ վտանգավոր իրավիճակում։ Թե արտաքին քաղաքական վտանգների մեջ, թե ներքաղաքական վտանգներից մեր ամենակարևորը ցավոք սրտի, որ այսօրվա քաղաքական ռեժիմ կարողացել է բնակչությանը պառակտել, բաժանել մի քանի մասերի ու ատելություն սերմանել։ Այն ատելությունը, որ հայ հանդեպ ունի, մենք չենք նկատում, ասենք հայ եւ թուրքի կամ հայ եւ ադրբեջանցու միջև։ Այսինքն կարողացել են արտաքին մեր թշնամիների նկատմամբ ատելությունը գեներացնել ներսում։ Սա բնակչությանը քայքայող, բարեապես քայքայող, բարեալքող գործընթաց է, որ իրանք շատ հաջող կերպով անում են բաժանիր որ տիրես սկզբունքով։ Մենք իսկապես շատ վտանգավոր պայմաններում ենք։ Իսկ ձեր կարծիքով ինչ կարող ենք մենք անել, որպեսզի հանրությանն այդ մի զանգվածը կոպիտ ասած արթնանա, հա, այդ նայեք, ասեմ էլի, բավականին բարդ վիճակ է, որտեղ ամեն դեպքում իրանք տիրապետում են լրատվամիջոցների եւ ստեղծել են քարոզիչների մի ամբողջ բանակ, որը հայատյացության քարոզ է անում։ Փաստացի հայատյացության, հայի նկատմամբ ատելության քարոզ է անում։ Որ եթե դու համաձայն չես այս բանի հետ քո քաղաքական գծի, քո նկատմամբ սկսում են ատելություն քարոզել։ Ոչ թե ասում են եկեք քննարկենք, ասենք թե դու ես մոտեցում, մենք կարող ենք տարբեր մոտեցումներ ունենանք, բայց երկուսն էլ սիրենք մեր հայրենիքը, դիտարկենք նա զարգացումը, բայց ինչ որ հարցերում տարբեր, սա նորմալ է, նմանատիպ քննարկումների կազմակերպում, բայց իրականության մեջ թե ազգային ժողովում, բայց այդ ատելությունը մենք նկատում ենք, այդ ատելության քարոզում, եւ թե արդեն ազգային ժողովից դուրս դեպի բնակչությանը տարվող այդ քարոզչության մեջ։ Այս ատելությունը շատ վտանգավոր է։ Եվ ինչ կարող ենք մենք անել, մենք պետք է ամենօրյա ռեժիմով, գոնե այսպիսի հաղորդումների հարցազրույցների միջոցով փորձենք հասնել այն մարդկանց, ովքեր չեն հասկանում ինչ է կատարվում, բացատրենք, որ իսկապես սա չի կարելի։ Չի կարելի քո հարևանին, քո հայրենակցին ատեզուտ նրա համար, որ ինքը այլ կարծիք ունի։ Այլակարծությունը նորմալ է։ Ցանկացած քաղաքական քննարկումը շատ ցանկալի է ու պետք է։ Այլ ոչ թե երբ որ դու տեսնում ես մեկի նկատմամբ այլ կարծիքի դրսևորում, իսկույն գալիս են ֆեյքերի, այսպես կոչված բանակները, որոնք սկսում են ամեն տեսակի կեղտոտ հայացքներ գնել այն մարդու հանդեպ, որ ուրիշ ձև է մտածում, հա, ու սա նորից սրա հիմնադիր հայրերը այսօրվա քաղաքական ռեժիմն է։ Այս ֆեյքային պատերազմները, որոնք սկսել են երկրի ներսում, հենց իրենք են դնում, իրենք են ֆինանսավորում, մենք դրա մասին գիտենք։ Եվ սա իսկապես շատ վտանգավոր է։ Դրան պետք է տանել ընդհակառակը, բացատրելով մարդկանց այն վտանգների մասին, որոնք կան։ Որտեղ իսկապես մենք գտնում ենք շատ մեծագույն վտանգների մեջ, երբ որ ինձ մարդիկ կանգնում ասում են, գիտեք, այ իմ գյուղից միջև սեղ ասֆալտ են փռել, այդ ասֆալտի դիմաց ես պատրաստ եմ ամեն ինչ ծախել, պետք է բացատրել, որ այդ ասֆալտը չեն փռել նրա համար, որ դու լավ ապրես, այլ փռել են նրա համար, որ թուրքը հանգիստ այդ ասֆալտով գահացնում միջև քո գյուղ։ Այսինքն սա է պետք բացատրել, որ եթե տունը չունենաս, ասֆալտին չես անում։ Հա, այլ հիմա, ասենք թե մինչև հիմա ցավոք Արցախում էլ մեծով լավ ասֆալտած ճանապարհներ կան, բայց ոչ մի հայ չի մնացել։ Այսինքն պետք է բացատրել մարդկանց ամենօրյա ռեժիմով, որ իսկապես մենք գտնում ենք բավական մեծագույն վտանգների մեջ։ Այդ վտանգները ոչ միայն արտաքինն է, այլ ներքին։ Ես մի բանի վրա եմ ուշադրություն դարձնում, երբ որ գործող քաղաքական ռեժիմի պարագլուխները տարբեր մակարդակով ասում են այլևս մենք խաղաղության մեջ ենք ապրում, այլևս ռիսկեր չկան, վտանգներ չկան, սա էլ է շատ վտանգավոր խոսույթ։ Ընդհակառակը պատասխանատու քաղաքական ղեկավարը ու պետության ղեկավարը ռիսկերը ոչ թե կցածարի, այլ ընդհակառակը նույնիսկ կբարձրացնի, հասկանալով որ ամեն րոպե կարող է իրավիճակ փոխվել տարածաշրջանում։ Այո, եթե հիմա խաղաղենք, պատրաստվենք, որ ավելի ուժեղ լինենք։
Պարոն Մանվելյան, Հայաստանի ռազմավարական ամենակարևոր ոլորտներից մեկը հեծը այսօր ղեկավարում է ոչ թե մասնագետի կողմից, այլ կոնկրետ կուսակցության, այն է ՔՊ-ի կողմից։ Ինչ հետևանքներով է հղի այս իրավիճակը եւ ինչ է սպասվում այս ոլորտին, եթե ՔՊ-ն շարունակի նման գործելավոճ։ Նայեք, հեծը մի համակարգ է, որը ահռելի ներդրումներ է պահանջում, որովհետեւ այդ համակարգը աշխենք շատ արագ մաշվող համակարգ է։ Որովհետեւ այդ համակարգը աշխատի, դու պետք է անընդհատ ներդրումներ անես։ Ինքը առանձնապես եկամտաբեր չէ, բայց ինքը շատ անհրաժեշտ է ռազմավարական եւ ստրատեգիկ նշանակություն ունի, հատկապես թե էներգետիկ անվտանգության, թե ընդհանրապես անվտանգության տեսակից։ Եվ այդպես համակարգերի գլխին կանգնում են դիլետանտներ, ոնց որ մեր պետությունն է սկսում քայքայվել բարոյապես, տեխնիկապես, պաշտպանական ու անվտանգային առումով են ոնց որ մենք հիմա քայքայվել։ Տենց էլ այդ համակարգերն է սկսելու քայքայվել։ Որտեղ նոց ենք, եթե այնտեղ ներդրումներ չանվեն շարունակաբար, մի քանի ամիս հետո մենք կտեսնենք բավական լրջագույն խնդիրների։ Հատկապես ձմեռվա ամիսներին, երբ որ էլեկտրոէներգիայի ծախսը կրկնակի ռակի ավելանում է։ Հետևաբար նորից այս մարդիկ ելներով իրենց անձնական քաղաքական շահերից վտանգում են մեր երկրի կարևորագույն մասը, ոնց որ բանակն են տանում թուլացման ու կրճատման, նույնիսկ էլ հեծն են տանում մաշման եւ ոչնչացման։ Իսկ այս մարդիկ իրենցով արդեն վտանգ են ներկայացնում մեր պետությանը։ Ինչպես նշեցիք, բանակն էլ են տանում դեպի կործանում, քչացնում են, իջացնում, նվազեցնում են բյուջեն եւ այլն, չեն զինում եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը ասում է խաղաղություն է, ինչներիս է պետք զինվելը։ Այս վստահությունը նրան որտեղից եւ ինչով է վտանգավոր։ Նորից այդ համաշխարհային փորձը վերցնենք, ապա կտեսնենք, որ այն երկրներն ունենք կարողացել են հաջողության հասնել։ Օրինակ ամենահայտնի դա այսպես կոչված սառը պատերազմներ սովետական միության եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Դա որը ավարտվեց սովետական միության քայքայմամբ։ Թվում թե դրանից հետո Միացյալ Նահանգները պետք է միայն ուրախ լինի ռազմական բյուջեն կրճատի եւ այլն, բայց տեղ ունեցավ հակառակը, սկսեց ավելացնել իր ռազմական բյուջեն, հիմա հասել է իր պատմական մաքսիմումին։ Այսինքն նույնիսկ եմ գրում պատասխանատու ղեկավարներ տես քայլերի չեն դիմում։ Այսօր նույնիսկ կներեք, այսօր նույնիսկ այն երկրները, որոնք շատ հեռու են պատերազմից, զինվում են, պատրաստվում են ինչ-որ պատերազմի, իսկ մենք նայեք, աշխարհի թիվ 1 ամենառազմականացված պետությունը դա Շվեյցարիան է, որը համարվում է չեզոք պետություն, որը վերջին 200 տարում ընդհանրապես ոչ պատերազմի չի եղել։ Եվ Շվեյցարիա, որտեղ բոլոր բնակիչները զինված են, այնտեղ պարտադիր է, տանը զենք ունենալը պարտադիր է։ Եվ բացի այդ որ նրանք բոլորը տանն են զենք ունեն, իրենք բոլորը հանդիսանում են իրենց բանակի պայստազորային։ Տղամարդկանց համար դա պարտադիր է։ Իրանք զորակոչվում են բանակ 18 տարեկանում, զորացրվում են 53, որպեսզի հասկանալի լինի։ Ամեն տարի գնալով 2-3 շաբաթ ռազմական տրեյնինգներ եւ վերապատրաստում անցնելու պարտադիր ձևով։ Եվ դրա համար այդ երկիրը դա է պատճառը, որ ինքը 200 տարի նկատմամբ հարձակում չի եղել։ Վերջին պատերազմը եղել է Նապոլեոնի դեմ, որը իրենք հաղթել են։ Այդ ճակատամարտում Նապոլեոնը պարտություն է կրել։ Դրանից հետո իրենց նույնիսկ Հիտլերը չհամարձակվեց Շվեյցարիա մտնել, որտեղ ինքը հասկանում էր ինքը կարող է փոքր լեռնային պետություն մտնել, բայց դուրս գալ չէր կարողանա։ Այսինքն բանակի կեսը կմնար այնտեղ։ Դա որովհետեւ դա չարվի, իրենք հենց այդ ռազմականացած համակարգը, որը թվում էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արդեն Եվրոպան համատ ավելի ապահով է, սովետական միության քանդումից հետո ել ավելի ապահով, ոչ միայն չի բերել կրճատմանը ռազմական բյուջեի Շվեյցարիա, այլ ընդհակառակ ավելացել է։ Եվ ավելի են խստացել կանոնները, որպեսզի բոլորը պարտադիր կերպով ծառայեն բանակում, պարտադիր կերպով լինեն պայստազորի մաս։ Սա էլ մեկ անգամ եւս փաստում է խաղաղությունը միայն այդ կերպ է հնարավոր հասնել։ Թղթի վրա կնքված, թղթի կտորի վրա կնքված կես խաղաղությունը, որտեղ հույսը դրել է, որ Ալիևը քեշ չի արձակվի, սա խաղաղություն չէ։ Սա կամաց ստրկացման տանող ճանապարհ է, որին սրանք որ ճանապարհը, որը սրանք գնում են, մի նպատակ ունենալու, որ ամեն գնով վերարտադրվեր գարնանը, շատ լավ հասկանալու է եւս մի բան, որ իրանք պետական հանցագործներ են։ Իրենք այնքան անգամ են երկի գործող պետական օրենքները եւ սահմանությունը խախտել, որ իրանք եթե կորցնեն իշխանությունը, ապա իրանք բոլորը բանտերում են հայտնվել։ Սա շատ վտանգավոր նախադեպային իրավիճակ է ստեղծված, ինչը նշանակում է նաեւ գարնանը, այս մարդիկ փորձելու են ամեն գնով, ամեն տեսակի խախտումներով, չգիտեմ, կեղծարարությամբ եւ այլն իշխանությունը պահել։ Իսկ արտահերտ ընտրությունները հնարավոր համարում եք։ Ես քիչ հնարավոր եմ համարում արտահերտ ընտրությունները, որտեղ իրենք չունեն համապատասխան ռեսուրս գնալու դրա համար,
Դա համար ավելի շուտ իրանք փորձեն նախապատրաստվել եւ մի շարք ձևեր տարբերակներ ընտրելու, օրինակ համար Մոլդովայում ես վերջերս տեղի ունեցել ընտրություն, որ տեղի ունեցավ բազմաթիվ խախտումներով, բարձր Եվրամիությունը քանի շահեցել բխում այդ խախտումները չտեսան, իրանք փորձեն նույնը կրկնել Հայաստանում, սա դրա համար շատ կարեւոր է նաեւ այս ընտրությունների փորձել ուսումնասիրել, հասկանալ թե ինչպես այն կեղծվում եւ փորձել այդ կեղծարարության դեմ պայքարել, սա էլ է շատ կարեւոր։ Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։